Կարևոր բան ասեմ, այս արդարացման վճիրը շատ տրամաբանական էր իմ կարծիքով մի պարզ պատճառով։ Ընթացքում որպես վկա եկավ հարցաքննվեց հրապարակային նիստում է, դες չի որ ինչ որ փակ բան չկար։ Հրապարակային նիստում եկավ հարցաքննվեց վարչապետի անվտանգության այդ պահին պատասխանատուն։ Ես չեմ հիշում ինքը ընդհանուր պատասխանատուն, այդ պահին ով էր ուղեկցում, ով էր պատասխանատուն։ Պատկերացրիր, այսինքն այն պաշտոնյան, որ այդ պահին գործառույթ էր իրականացնում, ինքն էր ապահովում վարչապետի անվտանգությունը։ Եւ մարդուն ուղի խարցին, թե ձեր գործունեությունը խաթարվեց, չխաթարվեց, մարդը ասեց, չէ, ախպեր, մեր գործունեությունը չխաթարվեց, մի վերևից մի խնձոր է անգել, դա ինչի պետք է մեր գործունեությունը խաթարել, вообще ոչ մի կերպ չխաթարվեց։ Այդքանից հետո ես զարմացած էի, որ դատախազությունը մեղադրանքից չհրաժարվեց, իրոք զարմացած էի, որովհետև խուլիգանության համար անհրաժեշտ է, որ ինչ-որ մի բան խաթարվի, ինչ-որ մի բնականon գործունեություն խաթարվի։